մենք ինչու համար ենք ապրում։ Լավ, այսօրը մենք արթնացանք։ Ինչի համար արթնացանք։ Ինչ պիտի անենք։ Միայն ճաշ շփենք, տունը մաքրենք, երեխաներին դպրոց տանենք, բերենք մեր գործը։ Սա է մեր առաքելությունը։ Սա հոգնեցուցիչ է։ Սրա մեջ երկար չես կարող երջանկություն փնտրել, կհոգնես, կզզվես այդ կյանքից։ Միանօրինակ կյանքը զզվելի է մարդու համար։ Մարդ անդադար նոր բան է ուզում։ Իսկ հավատքը եւ հատկապես հարության հույսը քեզ այդ նորն է տալիս, որ այնքան վեր բարձրանաս այս կենցաղային մտածողությունից, այս աշխարհային փակ, սահմանափակ շրջանակի մեջ գտնված քո վիճակից, որ բանտարկված ես ու չես հասկանում, այլ հակառակը հոգիդ բացվի, սավառնես երկնքի անսահմանության մեջ, տեզերքի մեծությունը տեսնես, ուզենաս սուզվես օվկիանոսի հատակ այնտեղի գեղեցկությունը տեսնես, եւ ոչ թե փարփակվես մի փոքրիկ սենյակի մեջ ու դու համարես թե երջանիկ ես, կեղ ժպտաս ինքդ քեզ, թե դու երջանիկ ես ու խաղաղ ես ապրում։ Դրա համար մեր կյանքի մեջ ամեն օր տեսնում ես մտահոգ մարդիկ, տխուր մարդիկ, ժպիտ կա ներսում, բայց մեր շատ ցավ կա, վախ կա, չգիտի իր կյանքի նպատակը որն է այս կյանքի մեջ։ Իսկ հարության հույսը գալիս է մեզ ցույց տալու, որ քո վախճանը գերեզմանը չէ։ Ասում են ինչու եք ողջին գերեզմանի մեջ փնտրում, մեռաների մեջ փնտրում։ Գերեզմանը պարզապես խորհրդանիշն է հավիտենական կյանքին, դրան, որ մահվան միջոցով է բացում, եւ Հիսուս այսօր եկել է այդ ուրախությամբ լցնելու մեզ, սիրելիներ, որպեսզի մեր հավատքը ոչ միայն ունայն չլինի, մենք մեր մեղքի մեջ չլինենք, այլ մեր հավատքը կյանք պարգևի մեզ, ծաղկի մեր հավատքը, նոր մարդ դառնանք մեզ։ Լավ, ինչ է մեր կյանքի նպատակ։ Ես շատ հաճախ եմ մտածում, նույնիսկ այն մարդկանց, որ ամբողջ օրը տանը նստած են, երբ որ ասում եմ, ինչու՞ չես տանից դուրս գալ, ասում են, ինչ կա որ դուրս գամ։ Սա էլ արդեն հուսահատություն, որ մարդը տան մեջից չի ուզում դուրս գալ, չի ուզում ապրել, եւ իր ժամանակը սպանում է սпасելով իր մահվան ժամին։ Մենք չենք ծնվել մեր մահվան ժամին սпасելու համար, սիրելիներ։ Մենք ծնվել ենք հաղթանակած ապրելու եւ հույսով լինելու համար։ Եվ երբ որ աշխարհը քեզ ասում է, դու պիտի վախով ապրես, հուսահատության մեջ ապրես, Տերը քեզ պատասխանում է, դու պիտի քաջության մեջ ապրես, համարձակության մեջ ապրես, սիրո մեջ ապրես։ Երբ որ աշխարհն ասում է քեզ պիտի հալածեմ, Տերն ասում է չվախենաս, ես քեզ հետ եմ։ Երբ աշխարհն ասում է քեզ ուտելիքդ կթանկացնեմ, աշխատանքից կհանեմ, հոգիդ վաճառիր ինձ, Հիսուսը ասում է չվախենաս, քո փոխարեն ես կխոսեմ, քո փոխարեն ես կանեմ, միայն դու հավատքդ չկորցնես։ Երբ աշխարհն ուզում է մեզ փակել, սահմանափակել, Տերը քեզ հնարավորություն է տալիս ազատ ապրելու։ Երբ որ մարդը հաղթահարում էր մեջ այդ վախերը, իր հոգուց դուրս է հանում այդ ամենը, այս աշխարհի մեջ այլևս իրեն ոչինչ չի վախեցնում, որովհետև ինքը խաչի տեսքով սերը, պսակած, հաղթանակած մեր ձեռքում է, եւ մենք հարություն արել ենք։